Կառավարությունը հաստատել է զբոսաշրջության 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը։ Այդ ծրագրերի համաձայն նախանշվել են Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջային այն ուղղությունները, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում երկրի սահմաններից դուրս։ Պատմամշակութային կամ այլ կերպ ասած գաստրոտուրիզմը, որը ներառում է գինու եւ հայկական բրենդի տուրիզմը, առաջին եւ հիմնական ուղղություններից մեկն է, նշեց զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, ապա շարունակեց թվարկել նաեւ մյուս կարևոր ուղղությունները։ Դրանք են արկածային մայս, բժշկական, էկո, կրոնական, որոնց զարգացման համար պետությունը զգալի ներդրումներ է իրականացրել եւ շարունակում է իրականացնել։ Պետությունը քայլեր է մշակում, որպեսզի զբոսաշրջիկը ցանկություն ունենա կրկին հետ վերադառնալու Հայաստան, նշեց Պաշտոնյան։ Այցելավայրերը շատ են, 25000-ից ավել միայն կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից գրանցված պատմամշակութային օբյեկտ կա։ Սա բացահայտելը կարծում եմ այնքան էլ հեշտ չէ 2-3 օրում եւ այո, ինչպես դուք նշեցիք, ոչ միայն արդեն գործող, այլ նաեւ նոր զբոսաշրջային արդյունքների ստեղծում եւ այդ արդյունքի արտահանում։ Լուսինե Գևորգյանի խոսքով նախորդ տարվա համեմատ այս տարի հունվարին գրանցվել է Հայաստան այցելուների 29% աճ։ Հայաստանը զբոսաշրջության հետաքրքիր ուղղություն է հանդիսանում Ռուսաստանի, Վրաստանի եւ Իրանի քաղաքացիների համար։ Դեռ նախորդ տարվանից աշխատանքներ են իրականացվում նաեւ Եվրոպայի ու ԱՄՆ գործընկերների հետ։ Իրավիճակը փոխվել է եւ դրական զարգացումներ են նկատվել հատկապես 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո։ Համաձայնագրի ստորագրումից հետո մենք նկատում ենք, որ այդ տենդենսը Հայաստանի նկատմամբ կարծես թե անցնում է եւ շատ ուրախ եմ, որ նաեւ համապատասխան գերատեսչությունը սկսել է աշխատանք տանել դեսպանությունների հետ, որոնք Հայաստանի որոշ շրջաններ կարմիր գծով էին ընդգծում եւ նշում էին պատերազմի վտանգը, եթե մենք հասնենք նրան, որ այս տարվա ընթացքում այդ կարմիր գծերը ընդհանրապես հեռացվեն մեր սահմաններից, զբոսաշրջության վրա կարծում եմ շատ ավելի դրական ազդեցություն կունենա։ Լուսինե Գևորգյանը անդրադարձ կատարեց նաև Հայաստանում զբոսաշրջության որակի բարձրացման ուղղությամբ տարվող քայլերին, կրթական ուսուցողական իրազեկման արշավներից մինչև ոլորտի թվայնացում։ Ըստ նրա պետության աջակցությամբ կան կրթական դրամաշնորհային ծրագրեր, որոնցից օգտվելու համար կարող են դիմել ոլորտով բոլոր հետաքրքրվողները։ Բացի այդ, ստեղծվել է նոր հարթակ, որի շնորհիվ զբոսաշրջիկը ինքը կարող է տեսնել, թե Հայաստան այցելելիս ուր կարող է գնալ, ում դիմել, որ ընկերության ծառայություններից կարող է օգտվել, հավելեց Գևորգյանը։ Զբոսաշրջության թվայնացումը անխուսափելի է եւ այս գործիքը հենց դառնալու է այդ գործիքը, որը թույլ կտա մեզ ունենալ ամենապարզը տեղեկատվական շտեմարան։ Կոմիտեի նախագահի տեղեկացմամբ զբոսաշրջային ակտիվ փուլով պայմանավորված Հայաստանից եւ դեպի Հայաստան նոր չվերթներ են գործարկվելու։